Հայաստանի պատմության ընթացքում միշտ եղել են եւ արևմտյան դիտորդներ, ԵԱՀԿ դիտորդական առաքելություն է եղել, Եվրախորհրդի դիտորդական առաքելություն է եղել կամ համատեղ է եղել է ԱՊՀ դիտորդական առաքելություն, որ ավելի շատ ռուսական ենք մենք ընկալել, եւ այստեղ ուշագրավն այն է, թե մենք ինչ կարող ենք սովորել մասնավորապես հետխորհրդային տարածքի ուրեմն դիտորդական առաքելություններից, որովհետև այդ երկրները այնքան էլ ընտրություններ կազմակերպելու, ընտրություններ ուրեմն առանց խախտումների անցկացնելու, մրցակցային հավասար պայմանների ընտրություններ անցկացնելու պատմություն եւ փորձ չունեն, հետեւաբար երբ որ խոսում ենք Ռուսաստանի մասին, պետք է հասկանանք, որ այնքան էլ շատ սովորելու բան այս հարցում Հայաստանը Ռուսաստանից եւ հետխորհրդային ավտորիտար այլ երկրներից չունի։ Դիտորդական առաքելությունների բազմազանությունը միայն կարող է օգտակար լինել։ Սրա հետ մեկտեղ պետք է նշենք մի մտահոգիչ իրականություն, երբ որ ընտրությունները վերածվում են աշխարհքաղաքական մրցակցության, երբ որ արևմտյան դիտորդական առաքելությունը մի բան է ասում, ԱՊՀ ռուսական դիտորդական առաքելությունը բոլորովին այլ բան է ասում։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 90-ականների վերջերից 2000-ականներին, երբ որ Հայաստանի ընտրությունները դիտարկվել են եւ ԱՊՀ ռուսական դիտորդների կողմից եւ ԵԱՀԿ արևմտյան դիտորդների կողմից, միշտ էլ նրանց տեսակետները ուրեմն գրեթե 180 աստիճանով ուրեմն տարբեր է եղել, որովհետև ԱՊՀ ռուսական դիտորդները սովորաբար իրենց աջակցությունն են հայտնել գործող իշխանություններին, որոնք ինչպես հայտնի է, ինչպես գիտենք, ընտրությունները կեղծել են, եղել են տարբեր բռնաճնշումներ, ոչ հավասար պայմաններ, եւ հակառակը արևմտյան դիտորդները միշտ էլ փորձել են ավելի օբյեկտիվ գնահատական տալ։ Հետաքրքրական է այս դեպքում, այս ընտրություններում, երբ որ կա հայ-ռուսական լարված հարաբերություններ եւ Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Պանֆիլովան հայտնում է Հայաստան դիտորդական առաքելության մասին, առաքելություն ուղարկելու մասին։ Հաշվի առնելով այս հանգամանքը, նշանակում է արդյոք, որ նրանք ավանդույթը պահելու են եւ ելի աջակցելու են գործող իշխանություններին, ինչպես արել են նախկինում, թե այս անգամ նրանք ավելի շատ աջակցելու են ընդդիմությանը։ Եվ այս դիրքից ես ուզում եմ նաեւ արևմտյան դիտորդների հետ կապված հարց տալ. արդյոք ԵԱՀԿ արևմտյան դիտորդները նույն այն հետևողականությամբ, նույն այն նախանձախնդրությամբ դիտարկելու են ընտրությունները եւ չեզոք գնահատական են տալու, ինչպես տվել են նախկին ընտրությունների ժամանակ, երբ որ միշտ նրանց գնահատականները ավելի շատ եղել է ընդդիմության օգտին հասկանալի պատճառով, որտեվ այդ ընտրություններից մի քանիսում առնվազն նաև կարող ենք ասել ընդդիմությունը հաղթել է, բայց իշխանության չի հասել։ Եվ այս դեպքում, երբ որ արևմուտքի աջակցությունը ամբողջությամբ գործող իշխանությունների կողմն է,